Ողջույն բարեկամներ, մնաց 2 օր մինչև ցեղասպանության 110-րդ տարելիցին։ Որքան էլ որ թշնամի ճամբարը հայկական կառավարությունը իր թուրքական գործընկերների հետ փորձում է մոռացության տալ եւ արժեզրկել իրենց հանցանքները, իրենց ասում եմ համատեղ հանցանքները, ի նկատի ունի նաեւ հայկական կառավարության թալ համատեղ ցեղասպանությունը, աշխարհը մեր փոխարեն ավելի շատ է սկսում աղմկել եւ օր չկա, որ չանադառնանք հերթական բացահայտման, քարտեզների, հայտարարությունների կամ ֆիլմի ստեղծման։ Այսօր դրա մասին եւս խոսելու ենք, ընդհանուր բան եմ ուզում ասել, եզրակացություն, որ Փաշինյան Նիկոլ քո տերերի հետ դուք արդեն պարտված եք, որովհետև հայկական հարցը եւ ընդհանրապես ցեղասպանության մասին խոսելն ու ցեղասպանության որպես հանցագործություն հիշատակելն ու դրա պատասխանատվությունը պահանջելը վաղուց անցել է Հայաստանի սահմանները։ Այսինքն սա մի բան է, որը ձեր բոլորի կոնտրոլից դուրս է գտնվում եւ դուք ոչինչ չեք կարող անել դրա նկատմամբ։ Այս առումով էլի Ադրբեջանի եւ Թուրքիայի բախտը չբերեց, թե ինչ են պահում Նիկոլ Փաշինյանին, ես արդեն չգիտեմ։ Երևի իրենք էլ շուտով կհասկանան, որ Նիկոլ Փաշինյանին այլևս պահելու իմաստ չկա, որ ինքը իրականում եւ գործնական դաշտում ոչ մի օգուտ չի կարողանում տալ։ Եվ ապրիլի 24-ին ընթառած մեր հայրենակիցների ակտիվության զուգահեռ այդ անպետքությունը փաշինյանական ավելի լավ է երևալու, հույս ունենք համապատասխան եզրակացություններ կանեն Նիկոլի տերերը, թուրք տերերը եւ կհրաժարվեն նրա այդ ծառայություններից։ Եվ այսպես 1915 թիվ մենք ծառան ունենք արյան վրեժի մեր հոգուճիչը երբեք չի լռի։ Ես տողերը որ կարդացի ինքը սկսի մտածել, գիտեք վրեժի ծառա, վրեժի զգացում ոնց որ թե մի քիչ իմ բանը չի, հա, տեսակը չի։ Ես ուզեցի հասկանալ, բա ինչն է այստեղ ինձ բանը մոտիվացնում, ինչն է որ այստեղ ինձ դուր է գալի։ Ուղղակի սկսեցի կողքերս նայել։ Տեսեք, մենք պատերազմական իրավիճակներում ենք եղել Վրաստանի հետ, մենք պատերազմներ ենք ունեցել երկար տարիներ Իրանի հետ, Պարսկաստանի հետ, մենք պատերազմների մեջ ենք եղել Հռոմի հետ, ոչ մեկի նկատմամբ հայ մարդը ոչ մի վրեժի, ոչ մի վախի, հա, ոչ մի նեգատիվ վերաբերմունք չունի, մենք շատ լավ վերաբերվում ենք եւ իրանցիներին եւ վրացիներին եւ ցանկացած մեկին բացի թուրքերից։ Բացասական իմաստով որպես ազգային էթնոս իմաստ կրում է միայն թուրք բառը մեր մոտ, հա, մենք կարող է հումորի մեջ ասենք որ դու վրացի չես, մի քիչ ոչ այնքան խելոք երևալու համար, հա, կամ ժլատության առումով ասենք պարսիկի նման ժլատ ես, բայց երբևէ թշնամական կամ բացասական վիրավորական կոնտեքստ երբևէ մենք չենք օգտագործում այլ ազգիների նկատմամբ, ոչ ռուսների, ոչ մենք ռուսների հետ ենք պատերազմ ունեցել, չմոռանանք ով է մեզ կապիտուլացրել, ով է օկուպացրել 1920 թվականին։ Այ հիմա ուզում եմ վերադառնալ այս հայտարարությանը, այս վրեժի ծառավը արյան վրեժը հոգուճիչը։ Գիտեք, եթե չլիներ 20 թվականի պատերազմը, մենք այս ամենին շատ հանգիստ կնայենք եւ կասենք այո եղել է նման բան, միջև պատասխանատվության չենթարկվեն, միջև փոխհատուցում չլինի, սա ակտուալ է։ Բայց վերջին տարվա մեջ այս բառերը դարձել է ոչ թե վրեժի գիտակցության, այլ ինքնապաշտպանության տողեր։ Իսկ սա մի բան է, որ պահին, որ հայ մարդու մեջ թուլանում է, ինքը միանգամից հենց նույն պահին կամ հաջորդ օրը, հաջորդ ամսամերջ մեջ ենթարկվում է նույն ցեղասպանությանը, որովհետև բոլորը փոխվում են, ամեն ինչ փոխվում է աշխարհում, բացի Թուրքից։ Ամեն ինչ փոխվում է աշխարհում, հա, բացի Թուրքից եւ իրեն թուրք համարող Փաշինյան Նիկոլից։ Դրա համար էլ երևի այս տողերը ակտուալ են, ու դրա համար էլ չնայած իմ մեջ այս վրեժի ծառա չկա, այս բանը զգացողությունը, բայց ես համարում եմ սա այն զգացողությունը, որ հենց լքում է քեզ Թուրքի նկատմամբ, դու ենթարկվում ես հերթական ցեղասպանության։ Այս առումով այս ամեն ինչը մոռանալը կամ երկրորդական դարձնելը կամ մտածել, որ դա վաղուց է եղել, ոչ, դա վաղուց չի եղել, դա հիմա է, դա 5 տարի առաջ էր, հիմա է ու շարունակական է, որովհետև Թուրքի պլանը չի փոխվել։ Մեզ ամեն օր Փաշինյան Նիկոլը դրա մասին հիշեցնում է, ամեն օր։
Դրա համար այս ապրիլի 24-ին ընթരാճ մենք պետք է զգաստ եւ հստակ գիտակցենք ինչ է մեզ սպասում, ովքեր են մեր հարևանները եւ մեր հետ ինչ են ուզում անել։ Եվ այն գաղափարը, որ մեր մեջ կա այդ վրեժի զգացողությունը, սա ոչ թե նվաստացնող թույլին հատուկ զգացողությունը, ոչ, սա ավելի շատ ինքնապաշտպանական նշանակություն ունի մեր համար։ Որտեղ կրկնում եմ, մենք պատերազմ ենք ունեցել շատերի հետ, բայց այս զգացումը, հա, մենք այս էմոցիաները ոչ մի ազգի նկատմամբ չունենք։ Եվ անցնենք այն նյութին, որի ես անդրադարձել եմ։ Եվ այսպես Ալեքսանդրիայի թանգարանի լրագրող եւ գիտնական մեզ ներկայացնում է Ադրբեջանի պատմությունը։ Հիմա օրիգինալը իտալերեն է, թարգմանությունը ռուսերեն, կլսենք այդ մասը, հետո ես մեր սփյուռքահայերի համար կբացատրեմ խոսքը ինչի մասին է։ Լսենք։ Многие спрашивали меня в начале этого цикла, будет ли эпизод, посвященный Азербайджану, и ответ всегда был нет, потому что все современные события в Азербайджане тесно связаны с Арменией. И разделять их или повторять дважды не имеет смысла. Հարցնում է հարց է եղել արդյոք դուք ավելի մեծ պատմական ֆիլմ էքսկուրս հարթում պատրաստելու եք Ադրբեջանի մասին, չէ՞ որ ասենք բոլոր երկրների մասին ինքը անում է։ Ասում է ոչ, որտեղ ինչ էլ անեմ դա կապված է Հայաստանի հետ, հիմա ինքը կասի ինչու ոչ։ Затем меня спросили, сделаю ли я эпизод от длинной истории Азербайджана с древности до средних веков. И ответ был снова нет. И почему? Եվ էլի հարցում եղել, իսկ երկար հաղորդում անելու եք իրենց հա միջև միջնադար Ադրբեջանի պատմության մասին։ Ինքը պատասխանում է, որ կրկին ոչ, պատասխանը կրկին ոչն է։ Да потому что и вбейте себе это в голову, и даже если кто-то мне бросит вызов из-за этого, я вам скажу, Азербайджана не было. Ասում է պատճառը մեկն ասում է եւ մցրեք եւ վերջապես դա ձեր գլխի մեջ է, իսկ եթե մեկը փորձի վիճարկի ինձ հետ, ես կընդունեմ մարտահրավերը։ Ադրբեջան չի եղել։ Լսեցի Փաշինյան Նիկոլ։ Այս հարցումը քո համար է։ Լսեցի, սա Ալեքսանդրիայի գրադարանի գիտնականներից ասում։ Չի եղել։ Ինքը չի կարող պատմություն ստեղծել, ֆիլմ ստեղծել լինել միջև միջնադար գնացող մի երկրի մասին, որը գոյություն չի ունեցել։ Լսեցիր Ալիև, լսեցիր Նիկոլ Փաշինյան, տեսեք մեր գործը մեր փոխարեն անում են։ Այն Փաշինյան Նիկոլին, որ թվում է, որ Հայաստանում արկել է ցեղասպանություն բառը օգտագործել, նման մարդկանց ինչպիսին է, բանը հերո չգնանք։ Արտյոմ Երկանյանը, որի պապը Նեմեսիսի գործողության մասնակից եղել։ Նույնիսկ նա է խբախենում ցեղասպանություն բառ ասել։ Պատկերացնում եք ինչպիսի նվաստացում օրիգինալ Երկանյանի համար։ Իր թորը ազատ անկախ Հայաստանում ցեղասպանություն բառ վախենում է օգտագործել։ Ինքը չի վախեցել Նեմեսիս գործողությունների մասնակցել, բայց իր թորը ազատ անկախ երկրում Հայաստանում վախենում է նույնիսկ ցեղասպանություն բառ օգտագործել։ Ասելիքս ի՞նչն է։ Ինչքան դուք նման ֆորմալիստների, փափուկ տեղավորողների, դուք կարողանաք սեղմել ինչ-որ մի անկյուն մտցնել, ոսկեն կմկմալ, աշխարհին դուք դա չեք կարող անել։ Հայաստանում մի քանի հոգու են էլ հարմարվողականների, ինչպես երեք խոսում էինք բանի մասին, չէ՞։ Տեխնիկայի ռեժիսոր Ռուբեն Բաբայանի մասին։ Այո, մի քանի կոնֆորմիստ կգնան, կտեղավորվեն ձեր փափուկ վարձի տակ, բայց դուք աշխարհին չեք կարող նույնը պարտադրեք։ Դրա համար եմ ասում, ի սկզբանե ձեր նախաձեռնությունը պարտված է, որտեղ Հայաստանը աշխարհի իմաստով տոկոսային հարաբերություն 0.01% չի անում։ Դուք գիտե լավագույն տարբերակում կարողանաք 0.01%-ի ձայնը կտրել են Հայաստանում, ամբողջ աշխարհում դա հնարավոր չի։ Լսենք։ Он не существовал до 20 века, и даже если там были предки того населения, которое сейчас проживает в Азербайджане, но там практически никогда не существовало автономного государства, которое... Եվ ասում եմ, մինչև 20 թիվը նման պետություն դա չի եղել։
Եթե նույնիսկ սրանց նախնիները ինչ-որ մի ձևով ապրել են այդ տարածաշրջանում, նրանք որպես պետություն, որպես ինքնավարություն չեն եղել, չեն ունեցել, չի եղել նման մի բան։ Ես էլ իմ կողմից ավելացնեմ։ Այդ ցեղերը իրենց տարբերվում են իրենց անուններով, հա, որը կապված է նրա թե իրենք ինչ գույնի ոչխար են պահում։ Սև գույնի ոչխար պահողների ցեղներ, թե սպիտակ գույնի ոչխար պահողների ցեղներ։ Ես գիտեմ, որ ինձ լսում են նաև Ադրբեջանից ու Թուրքիից։ Լսեք, հասկանում եք դուք ճաշ չունեք։ Մի պահ պատկերացեք հայերը չկան, աշխարհը չկա։ Դուք մնացել եք ձեր ոչխարներով։ Դուք ինքնաոչնչանաք, հասկանում եք։ Դուք ինքնաոչնչանաք, որտեղ ոչխարը չի կարող բարձրագույն տեխնոլոգիաներ ստեղծել, նույնիսկ ստեղծածը չի կարող օգտագործել։ Այսինքն դուք շատ հստակ պիտի հասկանաք, որ ձեր համախառն օգտակար գործողության գործակիցը նույնիսկ 21-րդ դարում գալիս կանգնում է կողքի հարևան պետությանը վնաս տալու մակարդակին։ Ոնց է ռուսները։ Ես դրանց մասին եմ խոսալու, ես չի որ ես չեմ խոսալու։ Մի ոչխար պահող են նրանք են, նրանք խոզ են պահում, տարբերություն չկա։ Ասելիքս ինչն է։ Դուք չեք եղել եւ դուք չեք էլ կարող լինել, եւ որտեղ եթե դուք լինեիք, հանկարծ լինեիք պետություն, զարգացում չէր լինի աշխարհում։ Բան չի օրինակ հենա թուրքական տեխնոլոգիաներում ինչի զարգացում չի եղել։ Ինչի ընդհանրապես ոչ մի բան չի եղել այդ տարածքները, որտեղ դուք ունակ չեք ինչ-որ բան ստեղծել։ Հասկանում եք, ասած, ձեր ինտելեկտուալ համախառն օգտակար գործողության գործակիցը միջև ոչխար պահելն է, ուղղել անելիք չկա, դրա համար է տենց։ Ոչխարը խելոք, դու խոտը դիտում ինքն է գործանում, այլ ուրիշ բան չի։ Բայց գնանք առաջ։ Которая занимала бы эти территории. И сам Азербайджан был представлен миру только после Первой мировой войны. И мы можем сделать лишь один вывод, что история Азербайджана началась именно с того момента. Եվ ասում եմ, ընդհանրապես Ադրբեջանը ներկայացվել է աշխարհին առաջին համաշխարհային պատերազմից հետո, սկսենք 21 թվականից հետո։ Ոչ թե միայն համաշխարհային պատերազմից հետո, հա։ Հետևաբար չի եղել միջև այդ։ Դրա համար էլ այս մարդը, չնայած ինքը ֆիլմեր է պատրաստում բոլոր պետությունների մասին, պատմական բաներ, բայց Ադրբեջանի մասին ոչ մի բան չեմ կարող անել։ Չեմ կարող անել։ Я еще раз повторяю, это не означает, что там до этого не было населения. Ասում եմ, դա չի նշանակում, որ դեռ բնակչություն չի եղել այդ տարածքներում ապրում։ Թաթարական ցեղեր իրար մեջ կռվող, հանոց եմ ասում, են էլ ոչխարի համար։ Բոլոր տեղերը եղել են։ С X века на территории современного Азербайджана и вокруг Каспийского моря постепенно начали расселяться тюркские племена. 10-րդ դարից կամաց Կասպից ծովի տարածքում սկսել են բնակվել թուրքական ցեղեր, վերջ։ Թուրքական ցեղեր, այն էլ նույնիսկ չասեմ, ոչ մի կազմակերպվածություն չեն ունեցել։ Կազմակերպվածություն, ցեղեր, ամեն մի գյուղ իր համար։ Ամեն մի գյուղը չէ, ամեն մի վրան քոչվող իր համար։ Այդքան բան։ Սա է եղել Ադրբեջանի պատմությունը Փաշինյան Նիկոլ։ Ես վստահ եմ, որ դու այս տեսանյութից ավելի շատ ես նեղվում, քան նույնիսկ ինքը Ալիևը, որովհետև Ալիևը ինքը գիտի։ Գիտես, որովհետև Ալիևը Հեյդարի տղեն է։ Սա Հեյդարի խոսքերն է։ Նայեք, ինքն էլ էր ասում, մենք պրոբլեմ ունենք, մենք լեզվի, ինքնաճանաչման պրոբլեմ ունենք, մենք նույնիսկ սեփական այբուբեն չենք ունեցել, սեփական լեզու չենք ունեցել, սեփական ոչ մի բան չենք ունեցել, որտեղ մեզ ինչ ասես կոչել են, թաթար կոչել են, իրանցի կոչել են, թուրք կոչել են, մեզ ինչ ասես ասել են, գիտեք ինչի, որովհետև ուզեցել են մի բանի նմանացնել, իսկ հային ոչ մի բան չեն կոչի, որտեղ ասել են դի հայ է, այսօր իմ բրուս գործընկերոջ ասում եմ, լավ անցավ, Օրդ ասում լավ Պասխալ, իրանց Պասխալ դիմանեցին, ասում հետաքրքիր է, որ դուք ասում եք Պասխա ռուսերեն, որը Պասեխ բանից է, բառից է գալի, հիբրուից,
իրանց էլ այդ բանը, չէ, պասեխներ իրանց տոնը։ Ասում, իսկ մենք մեզ զատիկ ունենք, ոչ մի բանի նման չի։ Զատիկը զուտ հայկական բառ է։ Այդ տոնը մենք որ ունեինք, իրանք գոյություն չունեին, ասում եմ։ Տեսա՞ք, սա օրիգինալ հայկական տոն է, իրանք էլ են կարող է տոնել, իրանց պասեխը ինչ-որ մի ձևով, հա։ Բայց մենք ունենք զատիկ, հրեան ունի պասեխ, իսկ ինչ ունի ռուսը։ Պասխա, վերցրած, հրեա, ցնցան։ Հայելի փաստորեն, ես դրա մասին երբեք չէի մտածել։ Ոչինչ։ Ես չէի ուզում տրամադրություն գցեի, բայց ստացվեց։ Գերիների դատավարությունը Բաքուն նախորդ շաբաթ նվիրել էր այսպես կոչված Продолжилось заседание по рассмотрению уголовных дел в отношении 15 հայ գերիների դատավարությունը Բաքուն նախորդ շաբաթ նվիրել էր այսպես կոչված Խոջալույի ցեղասպանությանը, մեղադրողի շուրթերով պնդելով, թե այն կազմակերպել եւ իրականացրել է Հայաստանի Հանրապետությունը։ в ходе процесса был Բասենցա, երբ որ դու ցեղասպանության համար իրանց չես մեղադրում, իրանք ցեղասպանության համար մեղադրում են քեզ։ Սա է։ Դրա համար այն ամենաառաջի խոսքը, սա պետքա երբեք ոչ մի վարքյան չմոռացվի։ Ոսում ասում, այս բանը իմաստ չունի ունենալ մնացած մեր հարևանների նկատմամբ, բայց իրանց նկատմամբ սա անհրաժեշտ ինքնապաշտպանության համար է, որտեղ եթե դու չես ինքնապաշտպանում, հաստատ քեզ մեղադրում են ցեղասպանության մեջ։ Վաղը նույն ցեղասպանության մեջ մեղադրանքով թուրքերն են հանդես գալու, որովհետև Նիկոլ Փաշինյանն ասել է, չէ, մենք հենց պետք է հասկանանք այդ ցեղասպանությունը ինչի եղավ։ Մենք հենց պետք է հասկանանք, այսա քեզ Էրդողանը բացատրությունը կտա, հա, դուք ցեղասպանում եք թուրքերին, իրենք էլ կոտորեցին, իրենք էլ ինքնապաշտպանում էին տարածքում։ Այդ հենց է։ Այսօր եթե մեր գերիներին դատում են Ադրբեջանում, դա գերիներին չեն դատում, դա հայ մարդուն են դատում։ Հայ մարդուն են ցեղասպան ասում, ցեղասպանվածին ասում են ցեղասպան։ Իսկ ինչ անում դրա համար հայկական կառավարությունը, ոչ մի բան, մեղմ ասած ոչ մի բան, իսկ իրականությունում օգնում է ադրբեջանցիներին։ Հա, ասում են մենք էլ բաները միջազգային դատարանից մեր հայցերի հետ կանչենք, դու այդ ցեղասպան չես, դու էթնիկ զտում չես արել, դու ռազմական հանցագործ չես, բան չես, հա, դու հանգիստ մեր հայերի դատի կոմոտ, ինչ ուզում ես ասա, ցեղասպանության ոլորտի ինչ, բայց մենք քո նկատմամբ ոչ մի բան պարտք ու պահանջ չենք ունենալու։ Դա սա հոմենակ Նիկոլը չի ասում։ Սա ասում են բոլոր նրանք, ովքեր աշխատում են Նիկոլի համար։ Ես դրանց այսօր հաթացույց եմ տալու։ Հաթաթ այս մեղքը, այս մեղադրանքը հաթաթ գնալու է բոլորին նկատմամբ։ Ու հետաքրքիր է գիտեք որն է, որ այսօր դատարանին դատավորին, որին հիշեցրել են, որ ինքը նախկին ԿՊ-ական է, այնքան է վրդով է, որ իրան հիշացնողին հանել է դարի։ Ողջույն։ Խնդրում եւ կոչ եմ անում կարճ ասած հաղորդումը սոցցանցերում հանդիպելիս արձագանքել հավանության որևէ նշանով տարածել։ Նախկին ԿՊ-ական այժմ դատավոր Սարգիս Պետրոսյանին եւս կխնդրեմ այսօրվա հաղորդմանս գլխավոր հերոս հաստատ կարող է ինքը դիտարկվել։ Հաղորդումս գրեթե պատրաստ էր, երբ մի զավեշտ տեղի ունեցավ։ Երբեք չեմ պատկերացրել, որ կարող է նյութի վերնագիր ես կամ մեկ այլ գործընկեր դնենք ու դրա պատճառով դատավորը դահլիճից դուրս հանի լրագրողից։ Այսօր տեղ ունեցավ հենց դա, որը երբեք չեմ պատկերացրել։ Տեղի ունենում դատական նիստ սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման վերաբերյալ հակասահմանադրական գործով։ Դատավորը Սարգիս Պետրոսյանն էր, որը հայտնի է որպես նախկին ԿՊ-ական։ Այս պատվարժան դատավորը այդպես է կարգը, որ պետք է դիմեն դատական նիստերին։ Մինչև դատական նիստը վերսկսելը կարդում է դատական նիստի մասին լուրը, որ դատավորը նախկին ԿՊ-ական Սարգիս Պետրոսյանն է։ Ոչ բամբասանք ենք գրել, ոչ Նիկոլի նման գրել ենք օդում կախված տեղեկությունների համաձայն։ Ոչ անձնական կյանք ենք մտել, ոչ իր մասին անթույլատրելի բժշկական գաղտնիք ենք բացահայտել, ոչ էլ վիրավորել ենք, չնայած այդքան վստահ չեմ ասի վիրավորվելու մասը, չէ որ ԿՊ-ին առնչություն ունենալը բանականությանը խորթ է ու վիրավորական։ Մի խոսքով, աչքերի դեմը սևանում է, մտնում է նիստերի դահլիճ ու սկզբից փորձում է միջամտել իմ խմբագրության աշխատանքներին։ Հետո էլ որ բացատրում են, թե որը որից հետո է, դահլիճից դուրս է հանում Երևան Today լրագրողին, որը ի դեպ իր մասնագիտական պարտականությունն էր իրականացնում, այդտեղ գտնվում էր բացառապես որպես իր աշխատանքը կատարող։
Եվ այսպես։ Դատավորը նեղվել է, որ իրեն հիշեցրել են ինքը նախկին ԿՊԵ-ական է։ Ես որ ասում եմ հանրային բարձրավանք աշխատումը ժողովուրդ ջան, մտածում եք ես կատակ եմ անում։ Դուք պատկերացնում եք, երբ որ ԿՊԵ-ականներին փողոցում ասեք դուք ԿՊԵ-ական ես, նախկիններին ասեք դուք նախկին ԿՊԵ-ական ես, չնայած ԿՊԵ-ականի նախկինը ո՞րն է, ինել եթե հիմա դատավորը։ Դատավորը որտեղ նախկին ԿՊԵ-ական է։ Բայց դա փաստ է, չէ, ընդ որում փաստը մի բան է, այդ այն փաստը, որ ամբողջ կյանքում ձեր չի անցնելու ձեր վրայից։ ԿՊԵ-ական լինել, դա նշանակում է լինել ցեղասպան, ընդ որում հայ մարդու նկատմամբ։ Հայ մարդու նկատմամբ, սեփական ազգի նկատմամբ լինել ցեղասպան։ Ժողովուրդ ջան, ես ձեզ կոչ եմ անում, խնդրում եմ, բոլոր ԿՊԵ-ականներին, ովքեր ճանաչում են, ովքեր աշխատում են, հիշացրեք դրանց մասին։ Հիշացրեք, թող ունենան հոգեխանգարումների մեջ։ Թող մազերը պոկեն, շորերը պոկեն, ասեն, չէ, մենք ԿՊԵ-ական չենք, ուղղակի այնքան ստոր ենք, որ սպասարկում ենք իրան։ Հա, մենք ցեղասպան չենք, ուղղակի ցեղասպանության գործիք ենք, որտեղ դա դիմաց այսքան լավ ենք ստանում, պարտադիր չի ամբողջ գումարն ասեն, հա, կամ ծավալն ասեն, բայց անընդհատ սա պետք է անջել, սա պետք է ասել, տեսեք, փաստը, նեղվել է, որ ինքը նախկին ԿՊԵ-ական է, դուք ոչ թե պետք է նեղվեք, դուք մի օր մանտրաժից ձեր վնաս տաք, դուք պետք է մի օր այդ խարանը ձեզանից բարելու, ձեր վրայից անելու համար խարանը, դուք պետք է ձեզ ինքներդ մաշկազերծ անեք, որ դրա հետ մաշկեք դուրս գա այդ խարանը, որտեղ չի անցնելու, ասեմ ավելին, մաշկն էլ դուրս գա չի անցնելու, չի անցնելու։ Իսկ իրան ասել են նախկին ԿՊԵ-ական, ինքը նեղվել է, բայց միլիցեք ինչ ասեն, ես դրանց մասին եք խոսենք։ Պատկերացնում եք, արձակուրդի ժամանակ Պետրոս Ղազարյանն ասում է, ախր պարեկներն ամեն ինչ ունեն, սա բանն է, չէ, ներքին գործերի նախարարն է, Հասպինե Սարգսյան։ Ասում դուք ամեն ինչ ունեն, ամեն ինչ ունեն պարեկները։ Հիմա ինչա պետք է։ Նոր մեքենաներ, նոր օպերատիվ կառավարման շտաբ, նոր չէին նրանց մեքենաները, շենքերը, շտաբը, ինչու են էլի թարմացնում։ Պատասխանում է նախարարը։ Պատերազմի ծառայության ներդրման շրջանակներում, այո, կար լիովին նոր անգամ նախադեպը չունեցող սպառազինություն։ Հիմա նորից հագեցնում ենք, որովհետև անընդհատ պետք է ցարմացնել պատերազմի ծառայության նյութատեխնիկական բազան, որտեղ 24 ժամը 7 օր աշխատող ծառայությունը չի կարող խնայել եւ չօգտագործել մեքենան իր ծառայությունները կատարելու համար։ Տարիների կտրվածքով մենք պետք է անընդհատ թարմացնենք մեր պատերազմի նյութատեխնիկական բազան։ Ապրիլի 16-ից 67 նոր էլեկտրոմոբիլներ են հատկացվել պարեկներին։ Սա այն կաշառքն է, որ տալիս են անուղեղ, անհայրենիք, այն որ ասում են նախկին ԿՊԵ-ական է, դες նեղվում է, իրանք ինձ թվում է իրանք էլ չեն նեղվի։ Որտեղ դրանք ամեն օր ապացուցում են, որ իրանք ընդհանրապես պետք է այդ նոր մեքենա, նոր շոր, լավ աշխատաբաց ու իրանք ամեն ինչ պատրաստ են անելու։ Այսինքն իրանք այն տուզեն, ո՞նց ասեմ, հնդկացիներն են, որոնք երբ որ իսպանացիներ եկան, հոգնեցին դրանց սպանելով եւ ոնց ասեցին, ոնց շահագրգռեն, որ իրանք աշխատեն, փայփլուն բաներ էին բերում, փայփլուն։ Ինչ որ հիմա բաներ, դրանք գնում են այդ փայփլուն բաների դիմաց, իրենց հողերն էին տալիս, կիլոյով ոսկիներ էին տալիս, որովհետեւ դա իրենց համար ոչի բան էր։ Իրանց համար այդ փայփլուն բաները շատ կարևոր է։ Այ հիմա այս պարեկները ընդհանրապես այս համազգեստավորների այս զանգվածը նույն այդ հնդկացին է անգրագետ, որ ինձ այս փայփլուն բանը ցույց են տալի, փայփլուն մեքենա, փայփլուն չգիտեմ, համազգեստ, ասում են, այ սա դիմաց, ուրեմն ծախում ես քեզ, երեխուդ, ընտանիքդ, ապագան, երկիրդ, բանը, հարգանքդ, պատիվը, հիշողությունը, ամեն ինչ։ Ի վերջո քո կյանքը, որովհետև այս ամեն ինչը վերջում քո կյանքով ես դա դիմաց վճարելու, բայց տես այս փայլուն խաղալիքը քեզ տալիս են այսօր մի քիչ էլ այդ գումար, մի քիչ էլ պատվոգիր, մի քիչ էլ դու զգում ես որպես երկրի հիմնական ողնաշար, որը թքած ունի իր ապագայի վրա, բայց կարևորը իրան ասում են դու ողնաշար ես, դու լավն ես ու քեզ լավ հագցնում են։ Ահա, նույնիսկ Պետրոս Ղազարյանն է զարմանում դրա վրա։ Եվ ասած որ ասեք ԿՊԵ-ական պետք է նեղանան իրանք, իսկ նա չեն նեղանա, չեն նեղան։ Բայց դա չի նշանակում, որ պետք է չհիշացնել։
ամեն օր, ամեն վայրկյան իրանց որ տեսնում եք փողոցներում, պետք է հիշացնեք, որ դու համազգեստավոր, էական չի դու դեռ ինչ ես անում, համազգեստավոր, դու ծառայում ես ցեղասպան, մարդասպան սերիական Փաշինյան Նիկոլին, դու ինքդ նույն ցեղասպանն ես, դու իր գործիքն ես, դու իր ողնաշարն ես։ Իսկ որ այն հարցին ասում է, որ դուք այդքան համազգեստ եւ բյուջե եք հատկացնում այդ քո ասած ուժային ծառայություններին, բայց թմրամոլությունը շատ է տարածված է։ဆိုմենք հերո ենք այն մտքից, որ Հայաստանում անչափահասները զանգվածաբար ընդունում են թմրանյութ։ Ինքը հերո է այդ մտքից։ Հասկանում եք, ինքը հերո է այդ մտքից։ Այսինքն տիպիկ հպայականի պատասխանը։ Հիմա այս աղջկան նույնիսկ իմ վիրավորել է իր համար կոմպլիմենտ է։ Ես նույնիսկ դրան իրան չեմ արժանացնում։ Հա։ Ես ուղղակի ուզում եմ, որ ինքը իր կյանքը անցկացնի իր նման մեկի հետ։ Իր նման մեկի հետ։ Երբ որ եկեք գնաք ասի, ես մի բանի կարիք ունեմ, ոնց որ մի բան այն չի։ Իրան ասեն, ես հերո եմ մտքից, ասեն, որ տանիքդ կախա գլխի ջուր է կաթում, կամ որ քո բանտի հատակը թացա եւ դու քնելու տեղ չունես։ Այդ օրը գալու է, չէ, Ալփին Սարգսյան, քեզ ասելու են։ Դու ասելու ես, ախ, ուտելիք չեք բերել, ինչ որ բերել եք, խոզի լափա։ Հա։ Այդ բանդապետը պետք է նայի աշկերտ, պետք է ասի, Ալփին Սարգսյան, ես հերո եմ այն մտքից, որ այն ինչ որ բերել եմ քեզ, դա խոզի լափա։ Չնայած sense խոզերի համար է սարկացա, որովհետեւ ձեզ դրանից ավել ոչ մի բան չի հասնում։ Բայց ինքը պետք է նայի քո աշկերտին, ասի ես հերո եմ այն մտքից, որ դա խոզի լափա։ Ի վերջո այն հարցը որ կա, որ անչափահասները զանգվածաբար թամյանն օգտագործում, դա նշանակում է, որ այդ բարեկային ծառայությունը, որ նշանակած է, չի ծառայում իր նպատակներին։ Դա մի նպատակ ունի, հնարավորինս բոլոր ձևերով քերել բնակչին եւ պահել Փաշինյան Նիկոլի իշխանությունը։ Բայց ինձ ցույց տվեք պատմությունից մեկին, get մեկին, որի ոստիկանությունը կարողացել է պահել իշխանության վրա, չունենալով անհրաժեշտ լեգիտիմության բազա, հա, եւ ժողովրդի աջակցություն։ Ցույց տվեք։ Նույնիսկ Ասադը որոշակի աջակցություն ուներ։ Նույնիսկ Ասադը հակառակ դեպքում մի վարքյան չէր մնա այնտեղ։ Բայց հերիք էր դիմացը կանել մի հատ ուրիշ մի քիչ պատրաստված ուժ եւ պայմանավորվեց ռուսների հետ ասել փախում է ստերից։ Ասադը բացահայտել, որ ինքը ընդհանրապես ոչ մի բան չունի։ Նսու պարզում ես Փաշինյան Նիկոլ, սրանց հետ պայմանավորվելն ինչ է, կանչել են այդ շեֆերին դրանց ասել ընտրի, այս փողնա, մյուս տարբերակը ամբողջ կյանքդ անցկացնում ես բանտում, ընտրի, արագ, ինչ ես կարծում սրանք ինչ են ընտրելու, քեզ պաշտպանելը, չէ իհարկե։ Հայկ Դեմոյանն է հետաքրքիր բան գրել, սա պատմաբանի ակնարկ է, ուզում անպայման ձեր համար կարդամ։ Դեմոյանը բավականին խիստ բնութագրումներ է տալիս վերջին տարիներին մեզ հետ տեղ ունեցող իրադարձություններին։ Եվ այսպես ցեղասպանության մեջ մասնակցում էր հայաստանյան իշխանությունը։ Սա նոր ցնցող ամոթալի սարսափազդու հաստատագրում է։ Իրենց բերել են իշխանության, որ կանխորոշված ելքով պատերազմ սպասարկվի, հետագայում մասնակցեն ցեղասպանական գործողություններին, որովհետև նոյեմբերի 9-ի որոշման տակ ստորագրություն դնելը եւ այն հետ չվերցնելը ցեղասպանություն իրականացնելու գործընթացի տակ ստորագրել է նշանակում։ Այդ ցեղասպանական գործողությունը դրսևորվեց Արցախում մոտ 1 տարի տևած շրջափակման ձևով, երբ մարդիկ սով էին մատնված, իսկ շրջափակվելու գործողությունը նպատակ ուներ պարպում իրականացնել նորից ահաբեկման միջոցով։ Մինչ օրս ոչ օրենսդիր մարմնով, ոչ էլ փաստաթղթով չի արձանագրվել տեղի ունեցած ցեղասպանությունը, որովհետև իրենք են մեղսակից ու մասնակից են այդ ցեղասպանական գործողությանը։ Ինչ ազգային ժողով, ասում է կարևոր տեղ։ Այսօր 110-ամյակի նախաշեմ ունենք։ Հայոց ցեղասպանության պատմական փաստը ժխտող ու կասկածի տակ դնող
ՀՀ վարչապետ, ազգային ժողովի падգամավորներ, նախարարներ, ունենք նաև չնաշխարհիկ մի արտգործնախարար, որը Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի ասպիրանտ է եղել, հա, տեխնատորական պաշտպանել է ցեղասպանության միջազգային ճանաչման թեմայով եւ լրջորեն կասկածում է գողություններ կատարելուց մեջ ցեղասպանության թանգարանից եւ ցեղասպանությունն անանալուց հիմնականում, հա, ընդամենն ասում եմ 2007 թվականին իմ նախաձեռնությամբ հարուցվել է քրեական նախաձեռնությամբ հարուցված քրեական գործը վերաբացեք, տեսեք այս պաշտպաններն ինչ ցուսմունքներ են տվել եւ կազմակերպած հանցագործության դեմ պայքարի բաժնում ինչ աշխատանք է տարվել գողուն հայտնաբերելու ուղղությամբ։ Սրանք փաստեր են եւ ազգային ժողովի այսօրվա կառուցվածքի վերաբերյալ եւ գործող կառավարության վերաբերյալ, որ ոչ մի տգետ դալինի քաղաքական գործիչ թե ոստիկան ինքը չի կարող կոսկել, մաքսիմում գիտեք ինչ կարող անել, մահակով պաշտպանել այս իշխանությունը, բայց ես նորից էլի պետքա դիմեմ պատմությանը, ցույց տվեք մեկին, որ կարողացել է բացառապես մահակով պահել իշխանության, չէ, կարճաժամկետ կարողացել են իրականացնել ինչ-որ ծրագիր, բայց երկարաժամկետ իմաստով այդ մահակը սկսել է իր գործողությունները կատարել հենց նրանց նկատմամբ, ում ձեռքից խլել են այդ մահակը, այնպես որ ես ոչ մի բացառության պատմության մեջ չեմ հավատում, հա, բայց չմոռանանք ամեն դեպքում, որ մենք հայ ենք եւ ունեցել ենք նաեւ այսպիսի պատմություն, իրական հայերը սրանք են, որովհետեւ մենք ամեն անգամ, որ մենք խոսում ենք ներկա իրավիճակից, ոստիկաններից, քաղաքական կեղտոտ դեմքերից, կեղտոտ քպեականից, մենք մոռանում ենք, որ մենք դա չենք, հա, ու այդ ֆոնի վրա ինչ որ մի բան, հա, աղբամանի վրայից ցածկած դեպի գետին, հայտարարում է, որ գիտեք, մենք պետքա սովորենք կրթելը, այ պետք է մենք հայտարարենք, որ կրթությունը նորաձև է, մենք պետքա որոշենք, որ կրթվելը լավ բան է, ես ուզում եմ դրա նմաններին եւ այն մարդկանց, որոնք մոռացել են մեր իրական տեսակն ու կերպարները, ուշադիր նայել այս նկարի, ուշադիր, սա ենք մենք, ու սրա մասին պետք չի մոռանալ, սրա մասին պետք չի մոռանալ, սա այս մարդիկ, այս տեսակը, այս գլուխները պետքա լինեն մեր այն հերվում փարոսները, որի ուղղությամբ պետքա գնանք մենք, որ երբեք չմոռանանք, որ իրական ուղղությունը մեր այնտեղ է, իրական ուղղությունը ճիվաղապետությունը չի, այս չմարթերը չեն, այս տականքատեսակը չի, սրանք պատմության մեջ վատ անցումային շրջան են, վատ, սոսկալի, բայց անցումային են, որովհետև դրանից են կողմ կա ցապ, ու եթե մենք գիտենք ուր ենք գնում, վաղ թե ուշ մենք կհասնենք այնտեղ, կորած է այն ազգն ու պետությունը, որը չունի սա, չգիտի ինքը ուր է գնում, չգիտի իրականում իր արժեքը, եթե չգիտի իրան կարող ասեն դու Նիկոլ ես, ինքն մտածի, եթե ես Նիկոլ եմ, հենա գոնե դրա դիմաց մի բան կպոկեմ, լավ կապրեմ, հասկանում եք, երակառաջ, հերթական Նիկոլներից մեկն է, եթե դուք հիշում եք մի քանի օր առաջ այդ հատուլի համերգի հետ կապած աղմուկին, դες մի անգամ արձագանքեցի դա, ես որոշել եմ երբեք դրա մասին չխոսալ, բայց այստեղ ուրիշ շերտեր է բացվում, հա, ոմն մնացական բիչախ չան, արժե արդյոք իրար սենց ցեխոտեք, համեր գնացող չգնացողների բաժանվեք, սա նախկին կարծեմ հանձնարարային պետի աշխատող ասենք, ինքը տիպիկ իրաց որ նայում ես Թաթուլը, նույն դեմքն է, նույն մշակույթն է, նեղվել է, հասկանում եք իրանք ինչից են նեղվել, իրանք չեն նեղվել փաստից, իրանք նեղվել են, որ իրանց այդպես են ընկալում, հիմա ասեմ ինչի այդպես, սրանք իհարկե չեն հասկանա, հա Facebook-ում է գրել, Բիզաների վարչության նախին պետն է, դեռ ինչ տարբերություն, Բիզաների վարչության նախին պետն է, մախպեր է էլի, հիմա ես փորձեմ բացատրել ինչումն է այս վտանգը,
Դեռ Պլատոնը կարծեմ, Պլատոնը կամ Արիստոտելը իրենց աշխատությունների մեջ գրել են, որ երաժշտությունը ձևավորում է մարդու հոգին, երաժշտությունը ձևավորում է մարդուն, եւ դու չես կարող վատ որակի երաժշտությունով լավ մարդ ձևավորել։ Դա բան չի, լավ, ես ավելավ օրինակների վրա ցույց տամ, հա։ Ես ոնց ուզում եմ բառերով ասացեմ, բառերը անկարող են այդ ամեն ինչը փոխանցել։ Ես օրինակների վրա ավելավ ցույց տամ։ Այս երեխեքը ճապոնական դպրոցի երեխեք են Ճապոնիայից։ Դե լսեք սա։ Ավելին կներեք, ես չեմ կարող ուղղակի լսել։ Ես չեմ կարող այս այլանդակությունը, զռոցը ավելին լսել, գիտեք։ Ես ուզում եմ այս երաժշտության հետ նաև նայել այս դեմքին։ Ինչ նման է երաժշտությունը դեմքին։ Հա, իսկ հələ Կոմիտասի երաժշտությունը հիշեք, Կոմիտասի դեմքին նայել։ Դուք հասկանում եք, իրենք սրանք փոխկապակցված բաներ են։ Ով է ուզում իր երեխան այդ երաժշտության տակ մեծանալ, մի հատ կարա ասեք։ Որ մեկը կարող է նման բան ուզենա։ Ասեմ ձեզ, հիմա կարող ասեք մենք մեր երեխեքին այդպես բան չենք անում, մենք իրանք տակ չեն մեծանում։ Ասեմ, իրանք Կոմիտասի տակ չեն մեծանում։ Իրանք մեծանում են հենց դրա տակ, որտեղ սա մենակ երաժշտությունը չի, սա մշակույթ է, սա մտածելակերպ է։ Այս վնգստոցը դա բանը խոսելաձևը, արժեքների մոտենալու ձևը, քծնանք, ողորմելի, ոնց բաց ասեմ, ախր բառերը, մեկը լավ խոսք ասել, մի օր Էմիլ Խաչատրյանը դասատուս դիրիժորության ասեց, այնտեղ որտեղ վերջանում են բառերը, սկսում է երաժշտությունը։ Հիմա ես արդեն տվեցի չէ երաժշտությունը լսել, ես ոնց բացատրեմ, որ այդ երգը դա արժի համակարգ է, դա վարվելակերպ է, դա մտածելակերպ է։ Դուք ձեր երեխեքին ոնց կարող եք այդպես պղծել, ժողովուրդ։ Դուք հասկանում եք, որ Կոմիտաս լսած է թեթև, չնաշխարհիկ, մաքուր, ինքը ազնիվ է, ինքը ազնիվ, այն գետակի նման կարկաճուն, պարզ, մաքուր, ինքը ցեխոտ, ճահիճ չի։ Հասկանում եք դուք ինչի հետ եք փոխում եւ համատում։ Ու դուք նեղված եք, որ ժողովուրդը այս կարգի ռեակցիա տվե, ես ուրախ եմ այդ ռեակցիայի համար։ Նշանակում օրգանիզմը աշխատում է, մեռած չի։ Այ բաց կլինի, եթե ռեակցիա չներ ընդհանրապես, արձագանք չներ, կմտածի, արձագանք չկա, նշանակում է օրգանիզմը այդ չի շնչում։ Դիբադողականություն չունի, մահացել է։ Բայց ես երբեք չեմ հավատա, որ այդ օրգանիզմը կարա մահանա։ Ես մի անգամ ասել եմ, որ ես մինչև Ամերիկայի Միացյալ Նահանգները տեղափոխվել եմ տարիներով ես այսպես համերգներ էի անցկացնում այս երեխեքի հետ։ Ասում երեխեք, բոլոր օպերային թատրոնի երգիչները։
Այս իմ կոլեկտիվն է։ Այս իրանց հետ, այս երեխեքի համար, այսենց։ Ու իրա գիտեք ինչ են երգում։ Թաթուլ չէ։ Այս վարվարող աշկերը, ես ուղղակի այնքան նկարում եմ, եթե ժամանակ ունեք, կադենցա մենակատարների անսամբլ, Facebook-յան H կա։ Facebook-յան H կա, կադենցա մենակատարների անսամբլ։ Շաբաթը միտեղ մենք կարողանում ենք մի դպրոցում գնալ հավաքել բոլորին դալիճ, մի դաշնամուր ու մի երգիչ կամ դուետներով։ Ու այս բոլոր իրանք բաներ էին։ Այս հրեշտակները, հրաշք մարդիկ։ Տարիներով 11-ից գոնե առնվազն մինչև 15 թիվ։ Մենք այսպես անվճար համերգներ ենք տալի դպրոցներում։ Ով ասում որ կոմիտաս չեն լսեն։ Հո դասատուները մտածում որ կարող երեխեքը աղմկեն, չլսեն, իրենց հետաքրքիր չլինի, դա խապկանք է, այնքան եք թաթուլա խեղ տարել երեխեքին, որ կասկածում եք, որ նրանք ունակ են մաքուր բան լսել, իսկ ասեմ արդյունքը երեխեքը պայծառանում էին իր դասատուները լացում, դարդից լացում էին, որտեղ իրանք բաղուց այդ երաժշտությունը չեն լսել, իրանք իրենց երեխեքին չէին ճանաչում, մտածում են մենք ես ինչ վատ կարծիք ունենք այս հրաշք երեխեքի մասին, իրենք կարող է կոմիտաս չլսեն։ Միանգամից զնգզնգում էր մեջ գինը, միանգամից բացում, միանգամից կայտարանում են այդ երեխեքը, որովհետև ինքը մաքուր է, ինքը այդ զզվելի, այդ մեղձը չի, մարձը չի, այդ թուրքական, այդ հասկանում եք, այդ ամեն ինչ է մեջ այդ երաժշտության։ Իհարկե սա ընտրության հարց է, մարդկա սրանից հաճույք է ստանում։ Գիտեք ինչի, որտեղ ինքը տեսակով դա հայ ինքը նեղմա որ այդ տեսակին մեկը բան անում, ասեն Վիճախչյանի նման, որտեղ իրանք դեմքից նայում ես, ամեն ինչ դեմքի վրա երևում է։ Դեմքի վրա երևում է, ասում եք, բարձությունը ասում եմ, ցույց տվեց, չէ՞ դեպի դեմքերը։ Զգում եք, չէ՞ որ ինչ ներկայացիչ է, ինչ մշակույթի ներկայացիչ է։ Ես դա վաղուց եմ նկատել, որ երբ որ ես մի անգամ փոքր դալիճում էի Ադամ Խաչատրյանի, մեր մոտ Երևանում, եւ կոմպոզիտորների նկարները կան վերևում, ես ու նայում եմ ամեն երաժիշտի դեմքին ու մտքիս մեջ իր երաժշտությունը, ասում եմ, իմ Աստված, իրանց երաժշտությունը ինչքան նման է իրանց դեմքին։ Խաչատրյանի դեմքով է, Բեթհովենինը Բեթհովենի դեմքով է, Կոմիտասինը Կոմիտասի դեմքով է, Շոստակովիչը իր դեմքով է, հասկանում եք, այս ամեն ինչը մշակութային անդրադարձ է։ Դու չես կարող ուրիշ դեմք ունենաս, եթե դու թաթուլ ես լսում։ Դու չես կարող անկեղծ մարդ լինես, հայրենիքդ սիրես, եթե դու թաթուլ ես լսում։ Թաթուլի համար հայրենիք չկա, կա քծնանք, կա ողորմելի ուղակի արժե համակարգ, որ ամեն տեղ տեղավորվում է, փողով տվեց, ինքը դրանց ասում են Խալեփ Նաջներ, գիտեք Խալեփ Նաջը որն է, եսա զզված եմ, դա աղբեջ ջանն է, էլի, հարսից, այն որ sense կենացներով, ես միջև այստեղ յուղի մեջ է պոչի խաշլամայոտ, հասկանում եք, ստեղ իրաց կենաց են խմում, դե հետևից հայերում են, սա է, իսկ որ նորմալ մարդու համար է դա ընդունելի, դե իրանք կան միշտ լինելու են, իրանք իմ դարդը չեն, ես իմ ժողովրդի իմունիտետի համար եմ անհանգստացած, որտեղ իմունիտետը եթե չկա, ինքը մեռնում է ժողովրդի, իսկ իմունիտետը դա ազգային համակարգն է, կոմիտասն է, որտեղ այդ խոշլամայոտը չի գնալու հայրենիք պաշտպանի, իր համար մեկ է, հենա թուրքի երկի երկումը թուրքից լավ, հələ թուրքերն նեղանում են, ասում մեր երկերը թարգմանում երկում եք, ասում եք ինքը կոնֆլիկտ չունի մշակութային, այդ ցեղասպանի հետ ոչ մի կոնֆլիկտ չունի, ինքը մշակութային դրա կրողն է, ինչ պաշտպանվել, ինչ ինքնապաշտպանվել, դե լավ ինչ անենք ցեղասպանվել ենք, պա, ինչ անենք այս մարդիկ էլի մեզ ցեղասպանում են, պա, այսօրվա փողը տեղը լինի, խաշնամես տեղը լինի եւ այլն։ Իմ հասկացաք սա ինչքանով է վտանգավոր մեր համար, ես ինչի այս ամբողջ հաղորդման այս մի հսկայական մաս նվիրեցի դրան։ Ես չէի կարող, որովհետև ինձ թվում էր ամեն ինչ այնքան պարզ է։ Ի վերջո, այս մարդը կոմիտասը իր ամբողջ կյանքը նվիրեց, որ այդ կեղտից մաքրի մեզ տա մեր անաղարտ, աստվածային, մաքուր երաժշտությունը։ Որովհետև ով ինչ երգում է, ինքը նա է։ Իսկ մենք ինչ ենք անում։ Ուրանում ենք, շպրտում ենք մի կողմ, գնում էլի մտնում ենք այն ցեխը։ Սա նույնը, իրոք նույնը, ոնց որ sense այն հրաշք սերունդը արձատագրեց Արցախը,
մենք սենց տվեցինք հանգիստ առանց աչքներս թարթելու ու ուրացանք նույն ձևի։ Մենք դա ենք, ես չեմ ուզում դա հավատամ։ Ես չեմ ուզում դրան հավատամ։ Տեսեք մի ժողովրդի։ Ձերը բացեցին։ Օ, Հələ այս նայեք ինչ կլոնություն այդում հարկեր, հայտարարագրեր, իրանք կախում են դոշերն ու ոչ 150-ին, իրանք սարքին 150, սաղ ասում են գազելներն եք ուզում, հա, թող գազելն է, բայց ոչ թե սենց վայնասուն ձեն անի, սաղ աշխարհը մայրուղիների վրա դնում են ձայնապատնեշներ, որ ձայնը չանի, հələ ավտոբուսներն լսեք ինչ ձեն է անում, կամ կողքը կային մեկ ինքը հենց կանգառից գնում է, ինչ ալնում, այդ կեղտոտ հոտը, վառելիքի, դա մեկը չմտածեց, մեկը չկար այդքան, այս Հայաստանում մի հատ ավտո մեքենայից, ավտոբուսից հասկացող չկար, ասել մի հատ եկեք փորձարկենք, Փորձարկելու բան չկա, եղբայր։ Իրենք սպասարկում չեն ասում, այդ փողերն էլ է կերած, յուղավառում։ Յուղավառում։ Այդ սպասարկման համար նախատեսված փողներ չկա, որովհետև քանի տեսակ ավտոբուս կա, չի կարա այդպես բան լինի։ Փոքրիկ Հայաստանում 6 տեսակի ավտոբուս չի կարա սպասարկվի։ Որտեղ 6 տեսակի ավտոբուս նշանակում է 6 տեսակի սպասարկման կենտրոն, 6 տեսակի մատակարարում, որտեղ դրանից ոչ մեկը ստեղ չի արտադրում, 6 տեսակի մասնագետների պատրաստման կենտրոն, չկա դա, մանավանդ որ այդ ավտոները չեն էլ գրել, նվիրել է ինչ որ մեկը, Չինաստանն է նվիրել, Եվրոպան է նվիրել, դրանք նվեր են, ոչ մի բան դրանց համար չկա, այն ինչ որ գումար նախատեսված է, դրանք ծախսել են, դրանք աշխատեն այնքան, մինչև կկանգնեն, իսկ այդ ավտոբուսների քանակը տեսել եք կանգնած, ինչքան ավտոբուս կա կանգնած, սարսափելի շատ։ մի հատ այդ բաները, էկոլոգիայի համար են խոսում, ասում են Երևանը աշխարհի 4-րդ կեղտոտ երկիրն է, հələ նայեք ինչ։ Հիշում եք, որ ասում էի այդ համախառն թուրքերի այդ համախառն որակը մաքսիմում կարա հերիքի իրանց ոչխար պարելու համար, հիշում եք, ուրեմն Յուրի Սալավյով ռակետաշինության բանա մասնագետներից է, ինքը ինչա բացահայտել, որ Ռուսաստանը, այսօրվա Ռուսաստանը սովետական ռուսական ֆեդերացիայի հաստոցաշինական պոտենցիալի 5%-ն է կարողացել պահել։ 5%-ը։ 5%, այսինքն ինքը ոչ մի բան չունի։ Այսինքն պատկերացնում եք ինչ նշանակում 5% հաստոց, ասենք կարող է մենակ մեղծռող հաստոց ունի, էլի։ Ինչ նոր տեխնոլոգիաներ, ինչ արհեստական բանականություն, ինչ ճշգրիտ տեխնոլոգիաներ, չունի, ոչ մի բան չունի, 5%-ը։ Այսինքն սովետական միությունում ինչ որ եղել է, այս անցած տարին 30 տարիներից հետո իրանք եկել են, կանգնել են իրանց ճիշտ մակարդակի վրա։ Այն ինչ որ թուրքերն են եղել։ Հենց իրաց թողում ես իրանցով, իրանք գալիս են, ցես կանգնում են 5%, այսինքն ոչ մի բան չունեն։ Բացարձակապես բան չունեն։ Ինչի՞։ Բա իրանք դա է։ Այս համակարգը դա է կարողանում ստեղծի։ Բացարձակապես չի նշանակում, որ ասենք Ռուսաստանի մի տարբերություն Ադրբեջանի, տաղանդավոր մարդ չկա, գիտնականներ չկա, իհարկե կա, բայց այդ համակարգը դա կարիք չունի։ Դա ներդրում է պահանջում, դա ճիշտ կառավարման համակարգ է պահանջում, ինչի մասին է խոսքը։ Ինչի մասին է խոսքը։ Կոռումպացված երկրում, ոնց որ Հայաստանում, Երևանում ավտոբուսներն են, հա տեղից փոխվելուց ծուխ ելնում աշխարհում, չէ Ռուսաստանն է։ Այն ինչ որ պետք է ներդրվեր, դրանք եղել այդ գումարները, ծախսվել է, թալանվել ամեն ինչ։ Իսկ ես ինչի համար եմ ասում։ Այն մարդիկ, որ լուրջ են վերաբերվում ռուսական շուկային, ռուսական տնտեսությանը, ռուսական գիտական պոտենցիալին, որը վաղուց արդեն Ռուսաստանում չի, հա, ռուսական, չգիտեմ ինչ ասեմ, արտադրությանը, սա ռակետների, հրթիռների արտադրության գլխավոր մասնակիցներից մեկն է, իր անալիզն է, ես ուղղակի չեմ ուզում, ասում եմ, նայեք, 85 թվականին 80,000 մետաղի մշակման հաստոց արտադրել 85 թվականին։
Անցած տարի 4232 25 անգամ պակաս։ Այնալից չէ, որ պահանջի չկա։ Նա որ ոչ մի բան չեն արտադրում, փողը տալի բերում են։ Գազը ծախում են, փողը տալիս են բերում են։ Իրանց ինքը ոչ մի բան չունեն, դա որ պատերազմը սկսեց, պարզվեց սեփական մեղ չեն կարող արտադրել։ Նույնիսկ մեղ։ Նույնիսկ եմ ասում, սա կառավարման համակարգն է, մեկ էլ իրանց ամբողջ ունակությունը։ Ունակությունից նույնիսկ եմ ասում, ժողովուրդը հանճարեղ դեմքեր ա տվել միշտ, բայց ոչ երբեք իր երկրի համար տվել մարդկանց վտարել են, նվաստացել են, այսինքն չկա պայման զարգանալու։ Կոռումպացված համակարգը դա նեղող, ինքնասպանվող, դա մետաստազ է։ Դա քարսկեղային մետաստազային համակարգ է, այնտեղ ոչ մի առողջ բժիշկ չի կարող մեծանալ։ Ոչ Ռուսաստանում, ոչ Հայաստանում ցավոք սրտի, եւ եթե մենք ուզում ենք փոխենք, պետք է փոխենք այդ համակարգը։ Թե մենք մի բան ենք ուզում ունենանք, սեփական։ Նույն ձևի Հայաստանը ոչ մի բան չունի։ Ինչա մենք հաստոցաշինական արտադրություն չունենք, իհարկե ունենք։ Մենք ամեն ինչ ունենք։ Մենք գիտական ինստիտուտներ ունենք, մենք Մերգելյան ունենք, գիտությունների ակադեմիա ունենք, ամեն ինչ ունենք։ Բայց նույն համակարգը, նույն կեղտոտ համակարգը սպանեց եւ Հայաստանում ամեն ինչ։ Մեծացնել ենք, սա վախկոտի մեկը, ինքը վախտին որ փողոցի տղալ էր, դուխով տղա, են որ մեծացնել ենք, սաղսետ տղա ենք եղել, ինքը դրանցի չի, ինքը չմոյ է եղել, չմոյ է մնացնել, այդ չմոն այսօր եկել ան մեզի կառավարում, այսքան բան ախպեր ես։ Ստեղ շատ կարևոր մի բան է պետք առանձնացնել, հարցը այդ չմո կամ լավ տղա լինելը չի։ Փողոցը իր կանոններն ունի։ Հա, փողոցում դու չես կարող ոստիկանի թիկունքում մտնել, բղավել ու փախնել։ Հա, դու պետք է քո խոսքի ուղղակի պատասխանատվության զգացողությունը ձեռք բերես, որ քո ասածն ու արածը պետք է համապատասխանի, որովհետև եթե չէ, հետևանքներ կլինի։ Հարցը թուլի եւ ուժերի ճնշումը չի։ Հարցը խոսքի նկատմամբ պատասխանատվության զգացողությունն է։ Դա ման ասում, փողոցում չի մենք, չմո հարցը նույնիսկ թույլի եւ ուժերի տեսակը չի։ Բոլորը տեսել եք երևի ֆիզիկապես թույլեր, հեղինակություն ունեն ասենք փողոցներում, ոչ մի բան չունի, սուպերմեն չի, բան չունի, բայց հեղինակություն է, որտեղ իր խոսքի արժեքը գիտե այդ մարդը։ Դե խոսքի արժեքը եւ պատասխանատվության զգացողություն ունենալն է, ոչ թե ասի։ Փողը տվեցի, վաղելի սովածա։ Փողը տվեցի, վաղելի սովածա։ Մոռանալով որ ինքը փողը տվողը չի։ Ինքը պայմաններ ստեղծողն է, որ մարդ ունենա աշխատավարձ կամ թոշակ։ Բայց քանի որ ինքը իր խոսքի նկատմամբ պատասխանատվություն չունի, հա, ինքը մոռացել է որ ինքը վարչապետ է, ասում են, բայց մարդիկ ու այդքան հայոյանքների մեջից ընտրեց այն հատվածը, որտեղ ասում են մարդիկ սովից մեռնում են, աշխատանք չկա, ինքը վերցրեց սովը, պահ եւ բացատրում էր, որ սովածը ո՞ս կարող կշտան, այսօր փող տվեցի վաղելի սովածը, այսօր փող տվեցի վաղելի սովածը, հա, տեսնում եք, պատասխանատվություն չունեցող մարդը, ես ինչ անմեղ բան եմ վերցնում, ես չեմ վերցնում ցեղասպանություն, երկիր հանձնել, սահմանության խախտում, հələ դա մասին չեմ խոսում, զուտ կյանքի փորձ, այդ մարդը չի ունեցել երբեք սեփական խոսքերի նկատմամբ պատասխան տալու պրակտիկա։ Չի ունեցել, որովհետև այդպես ապրել։ Ծառի բան, աստիճանի տակ, ու ոչ միայն ինքը, ամբողջ իր համակարգը։ Իսկ ինչ մտածում է վերաբերում մնացած մասին վրա սպասարկումներ, իրանք էլ չեն ունեցել։ Իրանք էլ չեն ունեցել, ու իրանք էլ չգիտեն դրա արժեքը, խոսքի արժեքը, որովհետև իրանք խոսքի արժեքը սենց է։ Ես հիմա բան ունեմ, մահակ ունեմ ձեռքիս, այս է իմ խոսքի արժեքը, ես կարող եմ կալանավորեմ տանեմ, որ հասնես խեսանում չի կարող պատասխանել։ Որ ամանա, հասարակական կարգ, բան։ Բայց դա ժամանակավոր է, դա դիմաց շատ թանկ եմ վճարել, շատ թանկ։ Ես ուզում եմ երկու տեսանյութ ցույց տալ։ Ադրբեջանի կողմից մեկ
Ռաուֆուսն եմ, ներկայացնում եմ Գերմանիայում գործող մարդու իրավունքների միջազգային կազմակերպությունը։ Այժմ մենք Հայաստանում ենք, որպեսզի տեղեկանանք Ադրբեջանի կողմից 1.5 տարի առաջ բռնի տեղահանված Արցախի փախստականների վիճակի մասին։ Ցավոք, այս հակամարտությունը շուտ չի ճանաչվել միջազգային հանրության կողմից եւ նրանք աչք են փակել տարբեր պատճառներով։ Ոչ միայն միջազգային հանրությունը, նաև Հայաստանի կառավարությունը։ Նիկոլ Փաշինյան, տենում ես, քեզանով շատ քիչ բան է պայմանավորված։ Պրոցեսներ կան, որ լինելու են, Ինչ էլ որ լինի պատճառը, դա անընդունելի է։ Տեղահանման ժամանակ տեղի են ունեցել մարդու իրավունքների լրջագույն խախտումներ եւ պատերազմական հանցագործություններ, եւ դա նշանակում է, որ հանցագործները պետք է պատասխան տան միջազգային եւ մարդասիրական իրավունքի համաձայն ու Լսեցի Նիկոլ Փաշինյան, դու գործեդ հետ կանչես, թե չկանչես, այս մարդիկ կարող են դիմել դատարան։ Այնպես բանի տերը դու չես, գործի տերը, որ ասես ես կանչեցի, վերջ Ալիև, դու պրոբլեմ չունես։ դատվեն։ Իսկ ինչ կասեք Բաքվում պատանդարված հայ ռազմագերիների մասին։ Դատավարություններն ընդհանրապես պետք է ընթանան միջազգային կանոնակարգերի եւ Ժնևի կոնվենցիաների համաձայն, եւ ցանկացած մարդու իրավունքների խախտում պետք է քննվի միջազգային իրավունքի համաձայն, բայց որքանով հասկանում եմ, Ադրբեջանում գործընթացները կեղծ են եւ անընդունելի։ Մենք նոր տեղեկություններ իմացանք տեղահանված արցախցիների վիճակի, նրանց պահանջների մասին։ Մեր ամենակարևոր պահանջն է միջազգային արդարություն, հանցագործությունների դատապարտում եւ մարդու իրավունքների խախտումների քննություն։ Էլի բախտը չբերես Նիկոլ, էլի չբերեց էլի։ Դու ոչ մի բան չես կարողանում ապահովես Ալիևի Նիկոլի համար, Ալիևի Էրդողանի համար։ Վերջ իրանք հասկանալու են, որ դու անպետք բեռ ես իրանց վրա ու քեզանից որոշելու են ազատվել։ Վերադառնալուց հետո մենք կաշխատենք բարձրացնել իրազեկությունն ու հանրությանը ծանոթացնել տեղահանված արցախցիների դժվարին պայմանների եւ մարդու իրավունքների խախտումների մասին։ Իսկ հիմա նայենք այս տեսանյութը։ Ես ուզում շատ բարի, դմստան ասպահում ես նույնը պիտի ծներ, ես ուզում բազմասնին, շետստին ու մսը ծախին ու ալխոտ ամինը ես պեղել է ծեզար։ Վեչ սխորման վեշիմպեմ, պիտի չադալի թեպամս խոտապարիս, ամենատույս կնե էտա։ Իսկ Արցախում էր ճագարներ պահում։ Շատ էի պահում, թողեցեմ վերգը, 20 ունի Արցախը։ Երկու ճագարից երկան սարքել էի, այս վերջը թողեցի Ղարաբաղը։ Ափսոսը որ թշնամիներին եմ թողել, որ ես բաց թողեի իմ համար ավելի լավ կներ, քան թշնամիին թողել։ Պատկերացնում եք, երկու ճագարից սարքել է 20 հատ։ Երեխեն ասում ափսոս, որ թշնամու մնաց, եթե իմանայի տենց էր լինելու, գոնե ազատ բաց կթողեի իմ ճագարներին։ Միանշանակ չալեմ։ Սեմեն ելասինչեցիկնավ դկիչամ, հոտին Ղարաբաղում տունուս տղային, ջուրուս տղա, ես տղան օլիշ տղոզը չուկյա։ Հիմա քանի ճագար են։ Հիմա 4, բայց պիտի շատացնեն։ Չեն ծախում ու այդ իսկի թե չկարնեի։ Ասես տեղ այս մեր հայական ալի արդեն բոստանյա։ Դե շատ դներ մատիկնա, կանաչի հետո, ինչ եմ կարասանքնա։ Ու մեր ժողովորդ են տամ։ Իսկի ғաշան բնությունա ու պլիս ես ոզում ամեն ինչը ғաշան ենի, սաղնապուրինյա, պուրատինի։ Սեսկի մաս տարարկա իսկան է մերնա, ինչ ոզիմ կարի մաջեսնին, Ղարաբաղի նման տեղաստը։ Այս չցես չապի բոստանալ է Ղարաբաղ, դելիս չնա ինչ ոզի մաջեսնին։ Բայց թե պերելում ամեն ինչը ճեսնին շատ ուրախնում այստեղ, ստեղ ես վողելում աղումիս։ Օրինակ ինձ, համեմ, կանոչի, նենց պամիդոր, խիար, ամեն ինչի կարելի ասած խամբար բեն, ինչ է պատահայաճիցնանում։ Իսկ գիտես ձևը աճեցնել։ Հա, շատ, Արցախում շատ ենք, արել թողել ենք եկել։ Արցախում կարելի ասած մարդը մի հատ շորենք վեկալ է հաքի հետ ենք բերել, ոչման չեն կարծը բերենք։ Թուրքը մտնում ատոնդ, ոնց չհելնես, լալոս պանի, լավ չի, առանց վեշիկս, բայց իմանես, որ կոնտանիք է տեսելելու։ Ու ես շատ ուրախ եմ ես տեղին պատկում արդեն։ Տետի,
Իսկ Ղարը Ստեփան իրը քատ հավալը, մինչև մենք ենումը։ Ձյուը այնելա ձյուը ցելստը տափեն վները կպոտաս մեղսալի է կասին թուվը կենթանու խղճսնում սպակցում։ Պեամքցա ящики պեցրա միր պենու տուակերալա շուշը տակը կրկթացա տեսա ձյուացա կոտրան խոխանկերալա ուրխացալա շապինեին տեսա ես օզե չմաստուցանել տիպիներ տեսնենք թող խաղաղություննի առողջինին երջանը կինին վերթա սաղոր ցավինի Սենց 100,000 մարդիկ ու սենց 100,000 ճակատագրել։ Մենք ես հետախեքին երկիր ենք պարկ, մանկություն ենք պարկ, արդարություն ենք պարկ, տուն ենք պարկ, հիշողություն ենք պարկ։ Եվ իմ կարծիքով, եթե մի մարդ անտարբեր է ու հաղորդ չի ես ամեն ինչին, նա չի կարող մարդ լինել, նա ընդհանրապես բնակիչ է, բնակիչ, բնակչություն, ընտրազանգված, բայց մարդ չի, չէ, մարդ, ծնվում են բոլորը մարդ, բայց մարդ դառնում են քչերը, ոչ բոլորը կարելի ասել, այստեղ է երևում մարդու և բնակչի տարբերությունը։ 2 միլիոն կամ 3 միլիոն բնակիչ կա Հայաստանում, բայց որքանն է դրանից մարդ, այս մեծ հարց է։ Կյանքը ուժեղներին է սիրում, ուժեղ, թույլ, դա ֆիզիկական հետ կապ չունի, իմ խորին համոզմամբ դա ընտրություն է, մարդն ինքն է ընտրում, լինի ուժեղ, թե թույլ, լինի պահանջող, թե զոհ, լինի շակալ, թե առյուծ։ Երեկվա հաղորդման վերջաբանը կրկնեմ, որ առյուծը կյանքում շակալ չի դառնում։ Եվ ովքեր չեն ուզում շակալի նման ապրել, իրենց կյանքը ոչինչ չի կարող իրենց ստիպել շակալի նման ապրել։